Հայաստանն ու Եվրամիությունը այսօր գործընկերության նոր ռազմավարական փաստաթուղթ ստորագրեցին։ Բրյուսելում ընթացող Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակում փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Ստորագրվող փաստաթուղթը ոչ թե վավերացում պահանջող նոր միջազգային պայմանագիր է, այլ կողմերի քաղաքական հանձնառությունների ամրագրում։ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտնեց, որ ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին բազմաթիվ ոլորտներում, այդ թվում վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ Եվրամիությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության համար։ Արարատ Միրզոյանը վստահություն հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է խրախուսել, որպեսզի Հայաստանի քաղաքացիներն ավելի սահուն կերպով գնան ԵՄ երկրներ։